Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք իրավագետ, իրավական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանի հետ։ Ողջույն, պարոն Խալաթյան, շնորհակալություն Բարև դարձի։ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Խալաթյան, Հայաստանը, Ադրբեջանը համաձայնեցրեցին խաղաղության համաձայնագրի տեքստը եւ ադրբեջանական կողմը ասում է այն կստորագրեմ, եթե Հայաստանը փոփոխի իր սահմանադրությունը եւ համատեղ հայտ ներկայացնի մեզ հետ լուծարելու Մինսկի խումբը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակող փաստեր արձանագրեց նաև մեր սահմանադրական դատարանը, ծավալուն անդրադարձ կատարեց, փաստարկված ամեն ինչ ներկայացրեց, անկախության հռչակագրին անդրադարձավ, բացատրեց, փաստեց, թե ինչպես այն չի կարող որևէ տարածքային պահանջ ենթադրել Ադրբեջանի կամ մեր ցանկացած հարևանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ Ադրբեջանի այսպես ասած մտահոգությունները չեն փարած։ Հայաստանն էլ նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց եւ ըստ մեր արդարադատության նախարարի այդ փոփոխությունները պետք է ենթադրեն տարածաշրջանում խաղաղություն, այսպես ասած, կամ պետք է համահունչ լինի տարածաշրջանային խաղաղությանը։ Նախ փորձենք հասկանալ սահմանադրության փոփոխությունը ինչպես կարող է ազդել խաղաղության պայմանագրի ստորագրման վրա, եթե այն չի պարունակում պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, եւ ինչ է նշանակում սահմանադրություն, որը չի, այսպես ասենք, խաթարում տարածաշրջանային խաղաղությունը կամ անվտանգությունը։ Սկսենք վերջից, ըստ էության Հայաստանի գործող սահմանադրությունը եւս ըստ էության որևէ կերպ խաղաղության օրակարգին չի հակասում եւ մասնավորապես սահմանադրության 13-րդ հոդվածը սահմանում է արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, որոնցով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը, դրանք են բարիդրացիականությունը, փոխշահավետությունը եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա իրականացվելը, այսինքն մեր արտաքին քաղաքականությունը բացառապես խաղաղասիրական բնույթ ունի եւ բխում է նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից, մասնավորապես փոխադարձության հիմնարար սկզբունքից եւ ըստ էության ընդհանուր առմամբ համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին եւ ըստ այդմ այդ մասով մենք խնդիր չունենք եւ իրականում սահմանադրությունը մենք փոխում ենք կամ նոր սահմանադրություն ենք ցանկանում ընդունել բոլորովին այլ նպատակներով, որոնք հռչակվել են դեռևս 2019 թվականից, դա սահմանադրության լեգիտիմության խնդրի լուծումն է, ըստ այդմ ուրեմն նախկին նախընթաց քաղաքական ռեժիմի պայմաններում, ավտորիտար քաղաքական ռեժիմի պայմաններում ընդունված լեգիտիմության խնդիրներ ունեցող սահմանադրությանը պետք է փոխարինի իրավամբ ժողովրդի կողմից քվեարկված, եթե իհարկե ժողովուրդը քվեարկի, դա էլ շեշտենք, որ մենք բնականաբար չենք կանխորոշում ընթացքը այդ process-ի, բայց նպատակադրումը այն է, որ մենք պետք է ցանկացած խմբագրությամբ, այս դեպքում բովանդակությունը թեկուզ եւ ընդունված է ասել, որ ձևը պետք է ստորադասվի բովանդակությանը, բայց այս դեպքում անգամ կարող ենք ասել, որ բովանդակությունը ստորադասվում է ձևին, այսինքն ընթացակարգը ժողովրդի կողմից ընդունված լինելը թերևս ամենակարևոր նպատակն է, որին արդեն երկրորդում է բուն սահմանադրության մեջ արկա խութերի խնդիրների լուծում, որոնք բավականին մեծ թիվ են կազմում, բայց պետք է լինենք անկեղծ, որ այս պարագայում շատ կարևոր է, որ այդ պրոդուկտը լինի ժողովրդի կողմից ընդունված եւ դա է հիմնական նպատակը եւ այդպիսով կամբողջանա 2018 թվականի ժողովրդավարական արմատական քաղաքական փոփոխությունների, այսպես ասենք, շրջանակը, բովանդակային շրջանակը, որովհետև մենք ունենք կարծես քաղաքական համակարգի վերբեռնում, ժողովրդավարացում, բայց հիմնական ինստիտուցիոնալ հենքը այդ քաղաքական համակարգի սահմանադրությունը շարունակում է աղերսներ ունենալ ավտորիտար անցյալի հետ, շարունակում է ունենալ լեգիտիմության խնդիրներ եւ նաեւ այս երկուսի ուրեմն նաեւ որպես այս երկուսի հետևանք ունի նաև որոշակի այնպիսի դրույթներ եւ այնպիսի բովանդակային դրսևորումներ, որոնք որ նպատակ են հետապնդել ժամանակին ամրապնդել նախորդ քաղաքական ռեժիմի հիմքերը եւ ունեն ակնհայտորեն նաև ժողովրդավարության հետ որոշակի խնդիրներ։ Իհարկե կան նաև զուտ իրավաբանական խութեր
եւ թերություններ, որոնք արդեն նեղ մասնագիտական տիրույթում են գտնվում, բայց իհարկե հնդածս դրանք էլ ցանկալի է, որ ամբողջությամբ շտկվեն։ Մհմ, Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի, ուրեմն այս հնչեցրած պահանջներին, ապա ես ասեմ, որ երբեք պատրանք չեմ ունեցել առայն, որ Ադրբեջանը ցանկանում է իրոք խաղաղություն եւ խաղաղության համաձայնագիր։ Այստեղ ավելի շատ նյարդերի պատերազմ է եւ Ադրբեջանին կազուս բելի չտալու խաղաղության որոշակի ժամանակահատված Հայաստանի այսպես զարգացման եւ պատերազմից հետո վերականգնման համար ունենալու նպատակ է հետապնդում այս ամբողջ process-ը։ Եթե ինչ որ հրաշքով Ադրբեջանը ստորագրի անգամ այդ խաղաղության համաձայնագիրը, դա կարծես այս ամբողջ process-ի բոնուսը կլինի, բայց եկեք անկեղծ լինենք եւ նաեւ Ադրբեջանի այս վարկագիծը ցույց է տալիս, որ այդ երկիրը իրականում, եթե չլինեն նաեւ մեր դիվանագիտության շնորհիվ եւ նաեւ իհարկե ոչ միայն մեր դիվանագիտության շնորհիվ, այլ նաեւ աշխարհակաղակական որոշակի փոփոխությունների շնորհիվ տեղի ունեցող գործընթացները, երբ հայ-ադրբեջանական պատերազմը եւ Հայաստանի այսպես իրական կապիտուլյացիան այսօր խոշոր ուրեմն այսպես եղանակ փոխող պետությունների մեծ մասին ձեռնտու չէ, ահա այդ է պատճառը, որ Ադրբեջանը չի կարողանում ուժով ստանալ ուրեմն այն ինչ ինքը ցանկանում է, այն է քաղաքական չեզոքացում Հայաստանի, հայկական տարի Հարավային Կովկասում եւ մասնավորապես դա պետք է տեղի ունենա Զանգեզուրի միջանցքի օկուպացիայով, բացմամբ, այսպես ասած, եթե չլինի այսպես միջազգային այդ աջակցությունը եւ պրևենտիվ միջոցները, հա, եւ ըստ էության Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային մի ենթապետություն ամբողջովին կախված ուրեմն Ադրբեջանի եւ նաեւ Թուրքիայի մասամբ նաև Ռուսաստանի ողորմածությունից, այսինքն այստեղ շահառուների բավականին լայն ուրեմն շրջանակ կա։ Եվ այն փաստը, որ անգամ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ադրբեջանը մոգոնում է, եթե կուզեք, հնարում է նորանոր պատրվակներ ուրեմն պայմանագիրը չստորագրելու, ցույց է տալիս, թե ինչ գրոշի արժեք ունի իր համար այս պայմանագիրը։ Բայց պետք է շեշտեմ, որ դրանով ամենևին չի նսեմացվում հայկական օրակարգի նշանակությունը, իսկ ինչպես ասացի, դա ինքնապահպանման, այսպես ասենք, վնասից ելնելով է իրացվում, այն է ամեն կերպ թույլ չտալ Ադրբեջանին լեգիտիմ պատրվակ գտնել Հայաստանի վրա հարձակվելու եւ այդ ժամանակահատվածում ուժեղանալ դիվանագիտական առումով, ուժեղանալ ռազմական առումով, ուժեղանալ տնտեսապես եւ Աստված մի արածце X պահին կազմու պատրաստ դիմավորել թերևս Հայաստանի պատմության համար մի նոր սարդարապետի կարգավիճակ ունենալիք այդ ճակատամարտում։ Կրկնեմ, իհարկե կարող են լինել շրջադարձային իրադարձություններ, որոնք կստիպեն Ադրբեջանին ստորագրել այդ պայմանագիրը, բայց դա լինելու է ի հեճուկս ադրբեջանական ռեժիմի ցանկության։ Բոլոր պարագաներում Ադրբեջանը շահագրգռված չէ այս պայմանագիրը ստորագրելով, որովհետև իրականում նոնսենս է ավարտել պայմանագրի տեքստի համաձայնեցումը, հետո առաջ քաշել պայմաններ, որոնց ապահովման պարագայում, կատարման պարագայում նոր կստորագրվի արդեն իսկ համաձայնեցված տեքստը, հա, դա նոնսենս է, նախ եթե այս պայմանները Ադրբեջանի համար իրավամբ կարևոր էին, ապա դրանք պետք է ինչ-որ կերպ արտացոլվեին այդ պայմանագրի տեքստում։ Նաև այստեղից է հետևում, որ որոշակի կուլիսային գործընթացների արդյունքում, որոնց վերաբերյալ կարելի է միայն կռահումներ անել, այս անգլերեն լավ բառ կա back and forth վիճակը, երբ անդադ այդ խմբագրություններով կողմերը փոխանակվում էին եւ Ադրբեջանի համար շատ էսպես կոմֆորտ վիճակ էր ձգձգումը եւ անընդհատ ինչ որ էսպես նեղացածի կամ պահանջատիրոջ կեցվածքով ինչ որ պահանջների առաջ քաշումը, այդ process-ը կարծես ընդհատվում է, չգիտես ինչպես է տեքստը համաձայնեցվում է եւ հիմա Ադրբեջանը հապշտապ նաեւ ոչ առանց իր ծպտյալ հովանավոր կամ ոչ այդքան ծպտյալ հովանավոր պետությունների պահանջի, հնդածս այս պահանջները նորից առաջադրում է եւ դնում է որպես պայման պայմանագրի ստորագրում։ Ընդ որում ես ասեմ, անուն ճշմարտության այդ պայմանները Ադրբեջանը միշտ է առաջ քաշել, բայց այստեղ է որ հանելուկային է, թե ինչպես ի վերջո իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, ըստ էության Ադրբեջանը հայտարարեց թեկուզ դժկամորեն, որ ավարտվել է
տեքստի համաձայնեցումը եւ այստեղ ինքը փաստորեն իր պահանջների համար իր պահանջների, այսպես ասենք, հետագա լեգիտիմությունը, որը որ իսպառ բացակայում էր, բայց եւս մի հիմք ավելացավ այդ լեգիտիմությունը միջազգային հանրության կողմից խորը կասկածի տակ առնելը, որովհետեւ չի կարող լինել համաձայնեցված տեքստից հետո ինչ որ նախապայման, այսինքն դա նոնսենս է, էլի բանակցությունների նաև ընդհանուր պրակտիկայում, այսինքն եթե դու ավարտում ես փաստաթղթի տեքստի շուրջ բանակցությունները, դու ավարտում ես ընդհանուր առմամբ այդ քաղաքական սակարկությունը, վերջ, նոր պահանջների առաջ քաշումը նշանակում է, որ դու չեղարկում ես այդ տեքստը, որի շուրջ տարիներ շարունակ աշխատել ես, իսկ դա նշանակում է, որ դու պայմանագրունակ պետություն եւ վստահելի կոնտրագենտ չես, ընդ որում լայն առումով, հա։ Ինչը նաև Ադրբեջանի, այսպես ասենք, չեղած իմիջի, որովհետև մենք ընդունում ենք նաև, որ Ադրբեջանի այսպես արժեքը միջազգային հանրության համար, դա ավելի շատ իր այսպես բնական ռեսուրսներն են, այսինքն իր այսպես չեղած իմիջը որպես միջազգային քաղաքակիրթ հանրության մաս եւս մեկ անգամ գետնով է տրվում, այսինքն երևի թե միայն կարող են ասենք իրեն իր ավտորիտար գործընկերները հասկանալ, ինչպես կարելի է այսպես թքած ունենալ միջազգային իրավունքի վրա։ Պարոն Խալաթյան, ես նշեցի, որ Սահմանադրական դատարանը անդրադարձել էր եւ հաստատել էր, որ մեր սահմանադրության մեջ որևէ պահանջներ չկա Ադրբեջանի նկատմամբ, անկախության հռչակագրին անդրադարձած, բայց այնուամենայնիվ Հայաստանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Եթե սահմանադրության նախաբանը, այդ թվում անկախության հռչակագրին հղումը անփոփոխելի է, արդյոք իշխանությունը կարող է այն փոխել կամ անկախության հռչակագրին հղումը դուրս թողնել սահմանադրությունից։ Ոչ, որովհետև նախաբանը սահմանադրական դատարանի որոշմամբ անփոփոխելի է եւ դրա մասին սահմանադրական դատարանը ընդ որում նշել է ոչ միայն այս խնդրու առարկա որոշմամբ, այլև մի քանի այլ առիթներով, այդ թվում Հռոմի ստատուտի ուրեմն ստատուտով նախատեսած պարտավորությունների սահմանադրականությունը գնահատելիս եւս մի հայտնի որոշմամբ, երբ ըստ էության նախաբանը սահմանադրության հռչակվեց որպես այն արժեբանական հիմքը, որի վրա ընդհանրապես խարսխված է սահմանադրությունը եւ հետեւաբար անգամ ժողովուրդը չի կարող փոխել նախաբանը սահմանադրության, ինչպես չի կարող փոխել սահմանադրության առաջին 3 հոդվածները, որոնք սահմանում են, որ Հայաստանը ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, ուրեմն ինքնիշխան պետություն է, որ պետական մարմինները ընտրվում են, ձևավորվում են ժողովրդի կողմից եւ որ մարդու իրավունքները հանդիսանում են ուրեմն պետության գոյության ընդհանրապես գործունեության հիմքը եւ պետությունը սահմանափակված է մարդու հիմնական իրավունքները, այսինքն մարդակենտրոնությունը, մարդու իրավունքները պետության գործունեության առանցքում գտնվելը, ժողովրդավարական սահմանադրական կարգը եւ դրան գումարած նաեւ այն հիմնարար արժեքները, որոնք որ սահմանադրության նախաբանում նախատեսված են, դա ուրեմն մի այսպես կարկաս է, հա, կմախք է, որի շուրջ ձևավորվում է ամբողջ սահմանադրական համակարգը։ Դա ՍԴՆ սահմանադրական դատան արձանագրել է, դրանով իսկ փարատել է որոշ շահագրգիռ եւ որոշ նաեւ այսպես այլ մոտիվացիաներ ունեցող քննադատների այսպես կասկածները սահմանադրության նախաբանի նշանակության եւ ճակատագրի վերաբերյալ, բայց եւ միաժամանակ պետք է նշել, որ սահմանադրական դատարանը հստակ սահմանել է, թե այդ նախաբանի հիման վրա, ուրեմն անկախության հռչակագիրը, որը քննարկվում է, թե ինչպիսի փոխազդեցություն ունի սահմանադրության հետ, որ մասով է սահմանադրության կառուցվածքում ընդգրկվում եւ որ մասով ոչ։ Եվ այն դրույթները, որոնք այսպես Ադրբեջանին մտահոգում էին, եթե կուզեք, հստակ արձանագրվել է, այսինքն կարելի է հստակ արտացել այդ սահմանադրական դատանի որոշման տեքստից, որ այդ դրույթները, մասնավորապես օրինակ Արցախի ազգային խորհրդի եւ Գերագույն խորհրդի համատեղ որոշումը, օրինակ, չի հանդիսանում իր բնույթով իրավական նորմ, ընդգրկված չէ սահմանադրության տեքստում, հետեւաբար սահմանադրաիրավական նշանակություն չունի։ Այն նորմերը ունեն սահմանադրաիրավական նշանակություն անկախության հռչակագրի, որոնք սահմանադրության 95 թվականի խմբագրությամբ եւ հետագա խմբագրություններով ընդգրկվել են
սահմանադրության տեքստում։ Մնացածը ունեն պատմաքաղաքական նշանակություն։ Դա արձանագրված է, այսինքն եթե ուրեմն Ադրբեջանը զուտ ինչ որ նևրոտիկ խնդիրներ ունի այդ անկախության հռչակագրում այդ դրույթները կարդալու մասով, այսինքն որ իրենք ուղղակի ուզում են որ իրենց աչքից հեռու լինի դա արդեն իրենց կներեք հոգեբանական խնդիրներն են։ Մենք քաղաքական եւ իրավական առումով արձանագրել ենք հարցի փակված լինելը։ Այլ հարց է, որ նաև այստեղ Ադրբեջանը մենք երևի թե առնվեսում ենք Ադրբեջանի նաև իրավական ու քաղաքական մշակույթի ճակերտավոր, հա, կամ հակամշակույթի դրսևորումների հետ։ Քանի որ իրենց համար իրավունքը, իրավական ակտը եւ այլն չունեն որևէ արժեք, որովհետեւ իրենք մեկ գրչի հարվածով կարող են, չգիտեմ, մի սահմանադրությունը ջնջել գցել մի կողմ, հետո մյուսը ընդունել եւ այլն, իրենք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մի պետության ղեկավար ասել, որ ահա ես ինչ որ բանով կաշկանդված եմ, այսինքն ինքը չի հավատում դրան, այսինքն դա նաև մտածողության խնդիր է։ Դրա համար են ասում, որ ժողովրդավարական պետությունները որպես կանոն չեն պատերազմում իրար հետ պատերազմում են ավտորիտար եւ ժողովրդավարական պետությունները։ Դե հիմա այստեղ է, որ միջազգային դերակատարները պարտավոր են Ադրբեջանի այդ, այսպես ասենք, նևրոտիկ դրսևորումները մտցնել բանականության հուն եւ չգիտեմ թե Ալիևին դեղամիջոցներ են տալու թե ինչպես են հասնելու դրան, բայց դա արդեն կներեք միջազգային բանակցային ընդհանրապես դիվանագիտական գործընթացին պարզապես անհալի պահվածք է, ուզում եմ եւ վերջ։ Այս ասենք երեխան լացում է դրա արդյունքում Ալիևը մեզ սպառնում է պատերազմով։ Հիմա որքան պետք է Ալիևի կապրիզները դառնան միջազգային օրակարգի մաս, ահա այստեղ է, որ Հայաստանը փորձում է հնարավորինս իրավիճակը պահել վերահսկողության տակ եւ միաժամանակ ցույց տալ, թե որքան սնանկ են վերջնականապես Ադրբեջանի այսպես պահանջները եւ մենք տեսնում ենք, որ այդ բազմաթիվ շնորհավորանքները, քաջալերանքները, որոնք գերազանցապես ուղղված էին Հայաստանին եւ զգուշացնում էին Ադրբեջանին, որ այդ տրեկից բան շեղվել չի կարելի, ցույց է տալիս, որ կարծես թե Ադրբեջանը այսօր դիվանագիտական անցանկալի իրավիճակում է իր համար։ Պարոն Խալաթյան, խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջացվեց, այդ հարցով բանակցությունները ավարտվեցին, քանի որ Հայաստանը համաձայնեց փոխադարձության սկզբունքով այն վերջին երկու կետին, երրորդ ուժերի չտեղակայում սահմանին եւ փոխադարձ միջազգային իրավական հայցերից հրաժարում միմյանց դեմ։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային հայցերից։ Սա իր մեջ ռիսկեր չի պարունակում, ասած, քանի որ նույն տարբեր իրավաբաններ, իրավապաշտպաններ եւ այլն խոսում են, որ սա շատ վտանգավոր է, քանի որ կարող է Հայաստանին վերածել այսպես ասած ոչ կենսունակ պետության։ Այստեղ դուք ռիսկեր, խնդիրներ չեք տեսնում հենց Հայաստանի որպես սուբյեկտի իր քաղաքացիների համար իր առանցքային պարտականությունը, պաշտպանությունը իրականացնող պետություն, որը հրաժարվի այդ հայցերից, հա, մեզ համար սա ապագայում խնդիրներ չի ստեղծելու։ Տեսեք, խնդիրը բավականին բազմաշերտ է։ Նախ այդ դրույթը ինքնին բավականին ընդհանրական է ձևակերպված եւ թե ինչպիսի կոնկրետ բովանդակություն կստանա մի քանի ուրեմն այսպես նախապայմաններից է դա կախված։ Առաջինը նախ այդ ընդհանրապես այդ համաձայնագրի ստորագրումն է։ Եկեք ընդունենք, որ քանի դեռ երկու պետությունների ստորագրությունները այդ փաստաթղթի վրա չկան, քանի դեռ ներպետական սահմանադրական ընթացակարգերով վավերացման գործընթացը չի ավարտվել, մենք գործ ունենք ընդամենը աշխատանքային մի փաստաթղթի հետ, այսինքն մենք պետք է հարցին նայենք ամբողջության մեջ։ Ի վերջո, ինչի ենք մենք ուզում հասնել, ինչ է ուզում Ադրբեջանը, որքանով ենք մենք ըստ էության այս գործողություններով նպաստում, թե խանգարում Ադրբեջանին Հայաստանի հանդեպ վերջնական, այսպես հաղթանակի հասնելու գործում, եւ այդ համատեքստումը միայն պետք դիտարկել ամբողջ փաստաթուղթը եւ վերջինիս դրույթները։ Այսինքն ակնհայտ է, որ եթե Ադրբեջանի համար սա լիներ շահավետ պայմանագիր, վաղուց իրենք ստորագրած կլինեին։ Այսինքն Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ այս պայմանագիրը իր
երազանքի փաստաթուղթը չէ։ Ուրեմն այդքանով, որքանով իր համար դա երազանքի փաստաթուղթ չէ, ուրեմն այդքանով նաև դա ցույց է տալիս, որ մենք ինչ որ մարտավարական, ես ամենևին չեմ ուզում գերագնահատել այդ պայմանագրի նշանակությունը, հատկապես ներկայիս այսպես խառնակ աշխարհում, բայց բոլոր դեպքերում մարտավարական առումով, ուրեմն սա մեզ որոշակի մեզ համար կարելի է որոշակի հաջողություն համարել։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ այդ դրույթը, ենթադրենք ստորագրվում է, հա, այս դրույթը իրականում կրկին Ադրբեջանի կողմից կարծես, այսպես ասենք, ուժի ֆետիշացման դրսևորում է, քանի որ իրենք պարզապես ցանկանում են Հայաստանից կորզել նման մի պայմանավորվածություն կամ պարտավորություն, բայց երբ որ խորությամբ ես նայում այդ իբրև թե Հայաստանի կողմից տանձվելիք պարտավորություն, մենք տեսնում ես բազմաթիվ խութեր Ադրբեջանի համար եւ մեզ համար բազմաթիվ փրկողակներ։ Նախ սկսենք նրանից, որ այդ հայցերը իրենց բնույթով լինում են միջպետական կամ մասնավոր անձանց կողմից հարուցված, հա, այսինքն, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող են լինել միջպետական գանգատներ, բայց կան տասնյակ ուրեմն հայցեր, որոնք հարուցվել են կոնկրետ զոհերի կողմից կամ զոհերի իրավաճորձների կողմից ընդդեմ Ադրբեջանի։ Օրինակ, այդ դրույթը որևէ կերպ չի տարածվում այդ հայցերի վրա։ Հայաստանի Հանրապետությունը չունի իրավասություն ստիպել կամ որևէ կերպ հակել, հարկադրել այդ սուբյեկտներին կամ որևէ կերպ իրավաբանորեն միջամտել այդ process-ին եւ վերջինս ուրեմն դադարեցնել։ Այսինքն, այս հայցերը արդեն դուրս եկան մեջից։ Այսինքն, որոնք որ մասնավոր անձանց, ընդ որում պետք է ասեմ, որ գերազանցապես այդ հայցերը մենց մասնավոր անձանց կողմից են հարուցվել։ Այսինքն, այստեղ Ադրբեջանը որևէ խնդիր չի կարող լուծել։ Երկրորդը, կոնկրետ ՄԱԿ-ի միջազգային դատարանի մասով ասեմ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնները ըստ էության չեն կարգավորում պետության կողմից իր գանգատը կամ հայցը հետ վերցնելու հարցը։ Այսինքն դա ըստ էության ուղղակի կարգավորում որպես այդպեսին չունի։ Այսինքն դա նշանակում է, որ մեծ հաշվով կանխատեսելի չէ ՄԱԿ-ի միջազգային դատարանի ուրեմն վարքագիծը, երբ ենթադրենք Հայաստանի Հանրապետությունից նման ուրեմն խնդրանք կամ դիմում լինի։ Այսինքն այդտեղ ՄԱԿ-ի միջազգային դատարանը կարծես գործելու է այսպես ասենք իրավական որոշակի վակուումի պայմաններում, դա նաև որոշակիորեն բացատրելի է, որովհետև մեծ հաշվով դա ՄԱԿ-ի միջազգային դատարանում միջազգային իրավական կարևորագույն հարցեր են լուծվում, որտեղ որ այսպես ասենք ընկալելի չի կարող լինել հայցից հրաժարվելը որպես այդպեսին, այսինքն դրա կա որոշակի ընդհանրական ձևակերպում առ այն, որ ընդհանցակարգային որոշակի խնդիրների շուրջ դիրքորոշման փոփոխությունը պետության կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից ընդունվել, եթե արկա են, ասենք, փաստական հանգամանքների էական փոփոխություն, բայց դա շատ ընդհանրական ձևակերպում է եւ կրկին այս հարցը ուղակի ընդհանցակարգային կարգավորում չի ստացել։ Ու դա նշանակում է, որ կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանը շարունակել գործի քննությունը եւ դա իմիջիալոց ընդունված պրակտիկա է բարձր դատարաններում, որ անգամ ինչ որ X պահից սկսած դատավարական արդեն ըստ էության քննության փուլում գործի ըստ էության քննության փուլում կողմը չի կարող ներազդել process-ի վրա եւ հայցից հրաժարվել։ Այսինքն այստեղ էլ մենք այնպես չի, որ անգամ եթե Հայաստանը դիմի, օրինակ ՄԱԿ-ի միջազգային դատարանը պարտավոր է այդ այսպես ասենք բան անել, համապատասխան որոշում կայացնել։ Այստեղ կարող է ընդունելի լինել եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ քաղաքական տեսանկյունից գուցե դա լինի նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի համար ընկալելի, եթե օրինակ դա լինի հաշտության համաձայն, որտեղ հայցից հրաժարվել, այլ դա լինի օրինակի համար հենց խաղաղության պայմանագրի ուժով կողմերի, ասենք, քաղաքական որոշակի հայտարարության ընդունում, որի հիման վրա, ասենք, հստակ նշվի, որ կողմերը երկուստեք դրսևորելու բարեկամքի դրսևորում կնքում են հաշտություն եւ ընդ որում այստեղ շատ կարեւոր է շեշտել, որ խոսքը ոչ թե ըստ էության սեփական պահանջի սնանկության մասին
ըստ էության, այսպես փաստի ընդունումն է, այսինքն որ ասում եք, այսինքն հայցը անհիմն է, այլ հստակ շեշտադրել այն հանգամանքը, որ հայցերից հրաժարումը կապված է խաղաղության պայմանագրի հետ, ոչ թե նրա հետ, որ ինչը որ Ադրբեջանը փորձելու է շահարկել, հա, որ մենք ինքներս ուրեմն չենք հավատում մեր հայցերին, հա, այսինքն այստեղ խնդիրը հենց դրանում է, որ հաշտության համաձայնությունը կարող է լինել ինչ որտեղ քաղաքական, այսպես դեկլարացիա եւ դա ինչ որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման բովանդակության վրա ազդեի, բայց էլի այդտեղ էլ մենք չենք կարող վստահել։ Այսինքն կարող է որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաշվի առնելով որ խոսքը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիային է վերաբերում, այսինքն հստակ հումանիտար փաստացի միջազգային հանցակազմի անգամ հանգեցնող իրադարձություն է քննվում, հա, վարքագիծ է պետության քննվում, կարող է եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանը գործի քննությունը շարունակել։ Հատկապես որ մենք էլ մեր կողմից բոլոր ապացույցները ներկայացին ըստ էության кейսը որպես այդպեսին փաստահավաք մասը ավարտված է, այսինքն այստեղ արդեն ՄԱԿ-ի միջազգային դատարանը լրացուցիչ փաստերի հետ ստանալու հետ ինչ որ խնդիր չունի այդտեղ ամեն ինչ իրեն կոմունիկացված է եւ այդտեղ իհարկե շատ կարեւոր մի հանգամանք էլ կա որ մեզ համար իհարկե առաջացնում է որոշակի խնդիրներ եւ դրանով է նաեւ երևի թե պայմանավորված որ մենք էլ Ադրբեջանից կարծես հրապարակային հայտարարություն կորզելու խնդիր ունենք հաշվի առնելով ցավոք սրտի նաեւ Բաքվի դատարանում, թեպետ այդտեղ էլ իհարկե մեծ վերապահումներ կան, պարզ է, որ այ խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի արդյունքում կորձված ցուցմունքներ են, բայց այս մեր խառնակ իրավիճակում միջազգային այս ցուցմունքները կարող են, ասենք, այդ արբիտրաժային դատարանում Ադրբեջանի հարուցած հայցի որոշակի այսպես հաջող ընթացք ապահովել գուցե հաշվի առնելով որ կարծես թե այս ուրեմն միջազգային իրավակարգի խարխուլ վիճակում ամեն ինչ գնվում է եւ ամեն ինչ վաճառվում է այսինքն եկեք անկեղծ լինենք որ մեր պատանդների Ադրբեջանի կողմից պահելը եւ այս շինծու դատավարությունը նպատակ է հետապնդում Հայաստանի դեմ այդ գույքային հայցերի ուրեմն ներկայացում է բարեջող ընթացքը ապահովելը այսինքն այստեղ նաև որոշակի խնդիրներ ունի Հայաստանի Հանրապետությունը այսինքն ցավոք սրտի մեր այսպես ռազմավարական դաշնակցի ակտիվ միջամտությամբ մենք փաստորեն չկարողացանք անուշ գտնվեցինք եւ չկարողացանք ապահովել այդ անձանց անվտանգությունը եւ իրականում չէինք էլ կարող, որովհետեւ Արցախում փաստացի ռազմական ներկայությունն է Ռուսաստանը, բայց ստացվեց այնպես, որ այդ մարդիկ այսօր այն դամոկլյան սուրն են, որ կախված է Հայաստանի գլխին այդ շինծու ամբաստանությունները Հայաստանի դեմ ստանալու առումով եւ այդտեղ մենք ինչ որ այսպես բավականին երկակի վիճակում ենք հայտնվում այսինքն էսա իրավիճակը բայց ասեմ որ ի տարբերություն արբիտրաժային քննության որտեղ որ Ադրբեջանի կամահայտնությունը լրիվ բավարար է եւ անգամ պարտադիր է որպեսզի գործը ավարտվի այսինքն կարճվի ասեմ, որ այդ առումով Հայաստանը համեմատաբար կարծես ավելի շահեկան վիճակում է հայտնվում, որովհետև կրկնեմ, չկա որևէ հստակ կանոնակարգում ՄԱԿ-ի միջազգային դատարանում ընթացող քննության մասով, ավելին ասեմ, նույնիսկ Հռոմի ստատուտի շրջանակներում միջազգային քրեական վարույթի նախաձեռնումը կարող է տեղի ունենալ մասնավոր անձանց հաղորդման հիման վրա։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ այդ համատեքստում ինչպես ժամանակին օրինակի համար շատ այսպես հետարքիր թեզ էր առաջ քաշվում դերևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, որ օրինակ ցեղասպանությունը միջազգային պետական օրակարգ չբերել ամենևին չի նշանակում, որ պետությունը այլ լծակներով չի կարող ստանալ անհրաժեշտ ճանաչում, այ վերջո լոբիստական ջանքերի ամբողջ էությունը կայանում է նաև նրանց ոչ հրապարակային բնույթի մեջ։ Այ այդ նույն հաջողությամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է առնվազն չարգելակել, որպեսզի այլ եղանակներով
շարունակվի Ադրբեջանի պատասխանատվության հետապնդումը, պատասխանատվությանը հետամուտ լինելը։ Հետևաբար ամեն ինչ չէ որ վատ է, ես կրկնեմ, այստեղ խնդիրը այլ բանի մեջ է, որքանով ընդհանրապես Ադրբեջանին այս ամբողջ խոսակցությունը հետաքրքիր, որքանով ուղղակի Ադրբեջանը չի որսալու պա Հայաստանի վրա ուղղակի արձակվելու եւ ընդհանրապես հարցը այդպես փակելու համար, այսինքն սա է գերխնդիրը, իսկ թե բուն տեքստը հատկապես այս կնճռոտ հարցերի լուծումը, ես կարծում եմ, որ եթե իրավական, այսինքն խաղի կանոնները, այսինքն գործեն, այնպես չէ, որ մեզ համար դա այսպես վերջնական, ասենք, պարտություն է։ Դե հարցը ուրիշ բանի մեջ է։ Արդյոք Ալիևը Ալիևին թույլ է տրվելու է հարձակվել Հայաստանի վրա եւ հենց էս է խնդիրը եւ այն մարդիկ, ովքեր որ քննադատում են խաղաղության համաձայնագիրը որպես այդպիսին, ցավոք սրտի ոչ բոլորն են գիտակցում այս փաստը կամ գիտակցողները եւ դա շարունակողները իհարկե այլ, ինչպես ասում են, հոդվածով պետք է դատվեն, հա, կամ եթե անգամ չդատվեն, այլ ռակուրսով պետք է դա դիտարկել, այսինքն արդյոք ուրեմն հասկանալի չէ, որ այս խաղաղության process-ը ունի այսպես ասենք Ադրբեջանի հետ դիվանագիտական մենամարտում նրան անկյուն քշելու նպատակ, այսինքն արդյոք սա չէ գլխավոր խնդիրը, արդյոք սա չէ Ադրբեջանի իրական նկրտումները բացազատելու միջոցը, այդ թվում օրինակ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի տեղահանության լրացուցիչ ապացույց կարող է լինել Հայաստանի հետ խաղաղության չգնալը։ Այսինքն, եթե այսօր, ընդ որում դա լրացուցիչ նաև ասեմ ձեզ հարվածի տակ է դնելու նաև Թուրքիան, որտեղ հիշում եք Թուրքիան միշտ ասում էր, չէ՞, Ղարաբաղի հարցը լուծվի, հայ-թուրքական հարաբերությունները կբարելավեն, հարցերը այսինքն մեր խնդիրը դա է։ Հիմա եթե անկեղծ էին կողմերը եւ եթե Ադրբեջանը իրականում չունի արմենաֆոբիայի այսպես հիմքով Հայաստանի հարցերը պարզապես ոչ իրավական ճանապարհով լուծելու նպատակ, ապա պետք է օր առաջ, ժամ առաջ, ուրեմն պայմանագիրը կնքվի եւ ընդ որում ես ձեզ ասեմ, ես դրական եմ շատ գնահատում նաեւ երկու հանգամանք Ալեն Սիմոնյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին երկու երկրների ընդ որում սահմանադրությունները փորձաքննության ուղարկելու առաջարկը, որը բավականին դիպուկ է, որտեղ ուզի Ադրբեջանը շարունակում է Եվրախորհրդի անդամ լինել, Դա շատ եւ այդտեղ իրատեսական նաեւ հնարավորություն է։ եւ այդտեղ նաեւ խնդիրը կդրվի երկու ստեկ, որտեղ մենք գիտենք, որ Ադրբեջանը շուրջ 70 ավելի տոկոս տարածքի վրա իրավական փաթեթավորումով ունի անթակույց նկրտումներ, հա, եւ եթե Ադրբեջանը անկեղծ է, եկեք երկու սահմանադրություններն էլ փորձաքննության ենթարկենք։ Ունենք նաեւ բավականին հետաքրքիր իրավիճակ։ Ցանկացած պատասխան, որը չունի IO-ի, այսպես եթե կուզեք կոնկրետությունը, որոշակիությունը, այսինքն ցանկացած լղոզած պատասխան, դա ոչ է։ Իզվիվ, եթե ոչ է, ուրեմն այստեղ արդեն այլ խնդիրներ են առաջանում։ Դրա համար ես կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է, բարդ, վտանգավոր, բայց բնականon եւ անկեղծ ասած ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր որ խաղաղության գործընթացը արմատապես քննադատում են, դա ես չեմ կարող, այսինքն կարելի է օրինակ քննադատել խաղաղության պայմանագրի դրույթները, կարելի է ասենք առաջարկել դրանք լավարկման տարբերակ կամ արդեն նու ընդունենք, որ անհնար է գոնե հետին թվով բացահայտել, թե ինչ կարելի է անել օրինակ իշխանության հնարավոր թերացումներ, բայց խաղաղության համաձայնագիրը, խաղաղության process-ը ընդհանրապես այսպես ասենք, արժեզրկել եւ ասել, որ մեզ պետք չէ խաղաղություն, ինձ համար հարց է առաջանում, թե ինչպես են այդ մարդիկ տեսնում հետագա գործողություններն ու հասկանալի կամ ոչ այդքան հասկանալի պատճառներով հետոն, հա, այդ մարդիկ չեն բարձրաձայնում։ Այսինքն դա էլ է ինձ թվում է բավականին սիմպտոմատիկ, հա, եթե մարդիկ անկեղծ են, ապա պետք է այլընտրանքը ներկայացնել, օրինակ ինչ ենք անում, ասենք օրինակ, չգիտեմ, Իրանի զորքերը բերում ենք Սյունիք,
դա մի ընդ որում դա էլ բերել է ինքնիշխանության որոշակի սահմանափակման, այսինքն բերելը մի այբ է, հետո հանելը երկուս, հա։ այո, դրական։ Օրինակ, հա, կամ օրինակ, չգիտեմ, դառնում ենք Ռուսաստանի նահանգ, եւ ընդ որում թող գան եւ ոչ թե այսպես աչքով ունքով անեն այսպես, հա, դե ոչինչ բան, այլ հստակ ասեն, դե ուրեմն ձևը դա։ Այսինքն, եթե դա չես ասում, այլ ուղղակի ասում ես, դե ես կարծում, չեմ ուզում, որ լինի խաղաղություն, ինձ այսպիսի խաղաղություն պետք չի, դու պետք է պարզ ասել, որ պետք է պատերազմ։ Ընդ որում, ասեմ, ես ինքս այն մարդկանցից չեմ, որ օրինակ ասում, չէ, պատերազմ չի լինի։ Գուցե պատերազմը միակ այլ ընտրանքն է, բայց երբ։ Այսինքն որ դա այլընտրանքն է, պատերազմի միակ ելքն է գուցե, բայց այդ Դե, վերջնական այս- ճակատամարտին պատրաստվելու այո, համար, չէ, արդյոք մենք պատրաստ ենք այդ վերջնական ճակատամարտին, այսինքն արդյոք կներեք, ասենք Սարդարապետի, ասենք երևի թե ինչ որ պատմական բոլոր օրինաչափություններին հակառակ ընթացքը, որը մեզ փրկեց երկրորդ ցեղասպանությունից, արդյոք դա մի իրավիճակ է, որը կարող է անընդհատ կրկնվել, հա։ Էլ չեմ ասում, որ կան այսպես պատմական տվյալներ, որ նույն Սարդարապատում մեր հերոսների կողքին կռվում էին Արևելյան Հայաստանում դեռևս մնացած ռուսական գառնիզոնների բավականին հմուտ, այսպես ասենք, զինվորականները, որոնց մասին իհարկե մեր հերոսապատումում չի գրվում։ Ну, որովհետև ընդհանուր բանը կարող է այսպես ֆոնը այդ հերոսապատումի կարող է հանա, մի քիչ դուժել, հա, այսինքն ավելի լավ է ասել, որ ասենք եղանով զինված կամ չգիտեմ բանով ինչ որ այսպես ունեցած չունեցածը տան, ասենք, չգիտեմ, որսորդական հրացանով բանով կռվող մարդիկ են հաղթել, բայց եկեք նաև մի քիչ խորը նայենք, որ կան այլ հանգամանքներ, որոնք մեր պատմագրությանը պարզապես ձեռք չի տալիս, այդ ֆոնը ուղակի կփչանա, եւ նաև այդ առումով է նա իշխանության ջանքերը գոնե հռետորաբանության մակարդակում, որտեղ գործնականում դեռ ցավոք սրտի մենք դոփում ենք տեղում, բայց գոնե խոսույթի մակարդակում, որ մենք պետք է վերաիմաստավորենք մեր պատմությունը, ես կարծում եմ, որ դա ավելի քան ուշացած է նույնիսկ։ Եվ դրա համար եմ ասում, հիմա եթե մենք մտածում ենք, որ կարող ենք 2016 թվականին, չգիտեմ, հովվի մահակով խփել գցել դրոնը, ոնց որ ընջերն է, այսպես երջանկահիշատակ գեներալ կար, որ դրոններին անվանում էր թռչուններ, ասում էր դա ինչ թռչուն։ Ուրեմն ասում եմ, այդ մակարդակով մենք պատրաստվում ենք այդ վերջնական ճակատամարտը տալ որքան հնարավոր է շուտ, դե ավելի լավ է ուրեմն ուղղակի սպիտակ դրոշ բարձրացնենք, որովհետև դա կլինի ուղղակի կոտորած, հա։ Եվ այդ մարդիկ էլ ովքեր դա ջատագովում են, ինչ որ պահից անհայտանալու են, հետո մանգած չգտնես։ Այսինքն այդ պատերազմը երբ տեղի ունենա, այսպես ասած, անժամանակ, այդ պատերազմի մունետիկներին հետո դժվար է լինելու գտնել, որտեղ նրանք անհայտանալու են եւ դրանով իսկ բացահայտեն, թե իրականում որն է նրանց ուզածը։ Ոստի ամփոփելով խոսքս կցանկանամ ասել, որ որևէ մեկը չի, այսպես ասենք, ֆետիշացնում տեղի ունեցող գործընթացը, չի ասում, որ այդ գործընթացը կատարյալ է, առավել եւս չի ասում, որ այդ համաձայնագիրն է կատարյալ, բայց վեկտորը հստակ է գոնե ինձ համար, որն է իշխանությունների նպատակը եւ այդ նպատակը թերևս այսօր միակն է, որ կարող է կենսունակ լինել Հայաստանի համար, այսպես որոշակի խաղաղության ժամանակահատված կորզելու տեսանկյունից դա որպես մինիմալ ծրագիր։ Հետևաբար այլընտրանքը դրա ոչ թե իմիջիալոց շատերը ասում են այլընտրանքը պատերազմն է, ես ոչ թե այդպես կասեմ, որովհետև պատերազմը բոլոր դեպքերում ես կարծում եմ այնպես չէ, որ մենք կարող ենք օրակարգից անել, այլընտրանքը աննպաստ դիրքերից եւ անժամանակ սկսվելիք պատերազմն է։ Այդ դա ես կարծում եմ ավելի ճիշտ է ասել։ Այլընտրանքը աննպաստ դիրքերից մեզ համար ոչ նպաստավոր ժամանակահատվածում չ չամբողջացած, չ վերականգնված ռեսուրսներով պատերազմում պարտությունից հետո նոր պատերազմն է, որը ցավոք սրտի կլինի շատ կանխատեսելի ելքով։ Հետևաբար, այստեղ կարծում եմ, որ նաև իշխանությունը գուցե
պետք է ավելի համապարփակ եւ տարբեր կողմերից ներկայացնի եւ նաեւ ոչ ստանդարտ մոտեցումներով այն թեկուզ ոչ ուղղակիորեն, բայց բոլոր պարագաներում լրատվական քարոզչական դաշտում պետք է հնարավորինս համապարփակ ներկայացնել խնդիրը եւ թույլ չտալ, որպեսզի ինչ որ խմբեր պարազիտանան այս օրակարգի վրա, ձևավորելով նաև այս նախընտրական միջավայրում ոչ բարեխիղճ, եթե կուզեք, մրցակցություն տանելով իրենց համար ինչ որ նախընտրական օրակարգեր համապետական այս կարևորագույն խնդրից։ Շնորհակալ եմ, պարոն Խալափ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը։